Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Ամեն երեքշաբթի մեզ համար ավետարանական պատմություններն է մեկնում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Աստված օգնական սրբազան։ Աստված բավան։ Հիսուսի պատմած առակներն ավելի դյուրին են դարձնում երկնային խորհուրդների ընկալումը։ Այսօր անդրադառնալու ենք 10 կույսերի առակին, ընթերցենք այն։ Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի 10 կույսերի, որոնք իրենց լապտերներն առած Փեսային եւ Հարսին դիմավորելու ելան։ Նրանցից 5-ը հիմար էին, իսկ 5-ը իմաստուն։ Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձետ չվերցրին, իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձետ վերցրին։ Եվ երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ Եվ կեսգիշերին ձայն լսվեց. «Ահա, Փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք»։ Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվեք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»։ Իմաստունները պատասխան տվեցին եւ ասացին. «Գուցե թե մեզ եւ թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ եւ ձեզ համար գնեցեք»։ Երբ նրանք գնացին, որ գնեն, Փեսան եկավ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան ու դուռը փակվեց։ Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տեր, բաց արա»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը եւ ոչ էլ ժամը»։ Սրբազան առակում ինչ են խորհրդանշում հիմար եւ իմաստուն կույսերը, լապտերները, Փեսան եւ հարսանիքը։ Ուրեմն Տեր Հիսուս իր ժամանակի հարսանիքի մշակույթը կօգտագործե երկնային մի ճշմարտություն փոխանցելու համար։ Հարսանիքեն մի օր առաջ Փեսան իր ընկերներով միասին պետք է գար Հարսին տունը եւ Հարսը վերցներ եւ Հարսի ընկերուհիներով միասին առներ տաներ իր տունը։ Հետևաբար պատմությունը այս է։ Ուրեմն արդեն նշանված մի հարս կա եւ Փեսան կսպասեն։ Հոս հարսը եկեղեցին է, իսկ կույսերը, 10 կույսերը հավատացյալներ են, այսինքն եկեղեցու անդամները։ Փեսան Քրիստոսն է։ Ուրեմն կույսերը իմաստուն եւ հիմար ըլլալով կբաժանվին իրենք լապտերներու կործածությամբ։ Հիշեցեք Հիսուսը, որ դուք եք աշխարհի լույսը։ Ուրեմն մարդիկ պիտի տեսնեն ձեր գործերը, ձեր սերը եւ պիտի հավատան, թե դուք իմ աշակերտներս եք, պիտի իմանան եւ պիտի փառք տան Աստծո։ Հետևաբար լապտերը հոնդը հավատքի գործեր են, բարի գործերն են։ Մեր հավատքը մի տեսակ ցույց տալու ապրելու միջոցներ են։ Հոստեղ Փեսայի քալուստը Քրիստոսի երկրորդ քալուստի մասին է եւ ըսկուշացումը հոստեղ, որ Փեսան գրնացեր չսպասած ժամանակը կա։ Կարելի է Փեսան ուշանա, բայց դուք միշտ պետք է պատրաստ ըլլաք թիմավորելու եւ անոր հետ միասին ընթանալու, որովհետեւ եթե Փեսան եկած ալենը անոր հետ չեք կարող քալելու, այնադեն չեք գնար մտնել նաեւ անոր տան։ Հետևաբար Փեսայի տունը, որ թուրերը կփակվին, անիկա Աստծո արքայությունն է։ Այսինքն մի տեսակ հարություն արած հոգիներու այդ վերջին վիճակն է, իսկ հոնդը պահեստի յուղ չարած հիմար կույսերը, այսինքն անուշադիր հավատացյալները, անոնք դուրսը պիտի մնան։ Ուրեմն արագ ասոր մասին է, սիմվոլները ասոնք են։ Սրբազան թե հիմարները, թե իմաստունները քնեցին, ինչպես հասկանալ այդ։ Ուրեմն հայտնի է, որ այս արագին մեջ քնանալը հարց չէ։ Խնդիրը արթնցած ադեն, այսինքն երբ որ Քրիստոս եկած պահուն իրեն հետ առաջ ընթանալու
կարող ըլլալը կամ չըլլալն է։ Կան մեկնիչներ, որ այս քնանալը իրենք կվերակրեն մահվան, այսինքն թե իմաստունը եւ թե հիմարը, այսինքն թե լավ հավատացյալը եւ թե վատ հավատացյալը բոլորս պիտի մեռնենք վերջո, պիտի քնանանք, որովհետեւ Քրիստոսի վերաթարցը ուշացավ։ Նայեցեք Քրիստոսը ինքը նույնիսկ ասել որ գուշանա, որովհետեւ իր ժամանակի քրիստոնյաները կգարձեին որ իրենց ժամանակին պիտի կար Քրիստոսը։ Եվ շատ հաճախ բոլոր թարերուն մեջ մարդիկ սպասացան որ Քրիստոս պիտի կա իրենց ժամանակը, ինչպես որ հիմա մենք կսպասենք, չէ՞, Քրիստոս շատ մոտեցավ, նշաններ գերեվի, բայց այդ բոլոր սերունդները սպասեցին եւ չեկավ, ուշացավ եւ բոլորը քունի մտան, բոլորը մեռան։ Հետևաբար հոստե արագը գսե որ մեռները չէ հարցը, հարություն արած ժամանակդ քու լապտերդ ինչ վիճակի մեջ է։ Կարող ես այդ վերաթարցող Քրիստոսը դիմավորելու, այսինքն քու լապտերը լույսը հոնդե մեր հավատքն է, հոնդե հիմարներու լապտերն ալ գվարե, իմաստուններու լապտերն ալ գվարե, այսինքն երկուքն ալ հավատք ունին, հավատքով կդիմավորեն Քրիստոսին, բայց պահեստ չունին, պահեստի յուղ չունին ոմանք, իսկ ոմանք ունին, այսինքն Հակոբոս Արաքյալ գսե որ լավ գսե թուն գսես որ հավատք ունեմ ցույց տուր քո հավատքդ առանց բարի կորձերու իսկ ես ցույց պիտի տամ իմ հավատքս իմ կորձերովս հետևաբար առանց կորձերու հավատքը մեռած է հետևաբար մեր հավատքը անպայման պետք է նեցուկ կանգնի այդ բարի կորձերով որովհետև Քրիստոս երբ որ վերաթարնա ըստ հայտնության քիրքին գսե որ ես կվերաթարնամ եւ ամեն մարդուն պիտի հատուցեմ ըստ իր կորձերին ոչ թե ըստ իր հավատքին հետաքրքրական է ավետարանը ուսուցում մենք հավատքով կփրկվենք եւ Աստծո նվերն է այդ փրկությունը մենք մեր փրկության համար ոչ մի բան չենք վճարել այսինքն այդ փոցը Աստված կվարե մեր մեջ այդ փոցը մեզնից չէ Աստված գտնե այդ փոցը բայց մենք այդ փոցը պետք է սնուցանենք անիկա սնուցանելու կորձը մեր բարդականությունն է իսկ հիմար գույսերը իրենք սկացեն թե փեսան շուտ կուքա եւ թե կարևոր չէ մի տեղից մենք գարկատրենք նույնիսկ ուշ մնանք ինչ կլա մեզի կընդունեն օրեն մի քիչ թեթևի արածեն անդարբերության մոտեցածեն իրենց փրկության կորձը իսկ իրենք պետք է պահեստ ունենային ինչը այդ պահեստը այդ պահեստը մեր ամեն տեսակ չանասիրությունն է որ մեր հավատքի գրագը վառ պահենք մենք իրապես կրնանք ովևէ մի ժամանակ անդրադառնալ տեսնել որ այո մենք հավատք ունենք բայց այդ հավատքի մեջ այնքան բարբված է որ ոչ եկեցի գերտանք ոչ քիրք գարտանք ոչ Աստծո հետ չենք հետաքրքրվիր մեր սերը բաղացած է բայց պարզապես կսենք որ հա ես հավատացյալ եմ հա այո բաներում կսկամ եւ այդ պահուն եթե Հիսուս կա ինչ պիտի լեն այդ պահուն եթե դու քո կյանքդ գործունեցնես Աստված վայ մի արգած դինը ինչ պիտի դինի պատրաստ ես դերը թիմավորելը այսինքն ոստե Հիսուս կսե որ ծեր դերը ուքա քու չսպասած պահուն ուրեմն ինչ պիտի ունենք մենք պատրաստ ենք իրապես մերնելու պատրաստ ենք Աստված թիմավորելու պատրաստ ենք մենք եւ Աստծո լավագույն ճամփան ինչ է ուրեմն միշտ Աստված թիմավորելն է Քրիստոսը միշտ թիմավորելն է այսօր պետք է թիմավորենք մենք Քրիստոս ինչպես պիտի ունենք աղոթքի մեջ պիտի թիմավորենք պիտի նստենք պիտի զունգընտրենք իր արչեւը պիտի ասենք որ դեր չեմ ուզել որ անագնկալ քաստուն հիմա կսպասեմ եգուր հիմա հաշիվը նստենք եգուր հիմա ցույց տուր իմ կյանքից մեջ ինչ է սխալը ինչ է հավատքիս պակասը հիմա ցույց տուր ինձ թե պահեստի ունիմ ես թե ոչ հիմա ցերքերս լեցուն է քեզ թիմավորելու թե բարաբե ցույց տուր ինձ
Ուրեմն արդյունը լալը այս է։ Սրբազան, երբ հիմարները եկան տուն, Տերը չընդունեց նրանց։ Ինչու՞ չէ, որ ցանկացած մեղավոր զղջումով կարող է արդարանալ Աստծո առաջ։ Ոչ թե միշտ ժամանակը։ Այսինքն արդեն բոլոր խնդիրը հոս է։ Այսինքն մենք չենք կրնար պայմանները մենք որոշենք։ Պայմանները միշտ մեզ դուրս ուրիշ մարդիկ որոշեն։ Սորոնակ գսեմ, որ անոնք որոնք համալսարան մտնել գուսեն, սա թվականներում իջե պետք է թիմում կատարեն։ Պետք է այդ թվականին պիտի երթաս։ Եթե անցնի, քեզ կգրնան ասել, որ անցավ ներողություն։ Մեկ ամիս ուշացարտուն։ Երբ որ մեկը նիշ պիտի ստանա, քնության պիտի մտնե, իրեն գսեն, որ թուն ունիս 45 րոպե։ Անգեդո թուղթդ քրիչդ պիտի ցկես եւ քո թուղթը պիտի առնենք, պիտի չշարժես։ Թուն պիտի հարմարես։ Չէ, ինձ 5 րոպե եւս տվեք։ Դուք կացեք, հետո ես կրեմ ցեզ կհասցնեմ։ Չլա այդպեսի բանը։ Ուրեմն Տեր Հիսուս գսե, որ քու ցանկիտ փրկությունը լուրջ կորց է։ Թուն թեթևը առնելու իրավունք չունես։ Եթե թեթևի գարնես, անդարբերես, այդ հիմար հավատացյալի պես կլաս։ Հետևաբար Աստված ժամկետներ ունի։ Քու փրկության ժամանակը այսօր է։ Վաղը քուգը չէ, որովհետև ապաշխարանքի ժամանակը հիմա է, այս գիշեր, այս րոպե է։ Որովհետև երբ որ մեռնես, այդ քնության վերջին զանգը կզառնե։ Անգեդո չես կնար ոչ մեկ բաններ։ Տերը գսե, եւ որ ցերեգը աշխատեցեք, որովհետեւ մի քիշեր գուքա, որ ոչ ոք չգրնար կործել։ Շիդակը որ մեռնելուց հետո մենք մեր քիդակցությունը պիտի ունենանք, մեր հիշողությունը պիտի գրենք հետ մահու, բայց եւ այնպես այլևս մարմին պիտի չունենանք, եւ մեր էությունը մի տեսակ սարած վիճակի մեջ պիտի մնա, եւ մենք մեզի փոխելու իրավիճակի մեջ պիտի չլանք։ Թերևս այդ բարակային մեր մեջ մի փոքր փոփոխություն կատարելը մեծ ցավերու գրագի միջոցով կարելի է։ Որպես Տերը գսե, որ այդ վիճակին չինակ պետք է ժամանակին ապաշխարեք, ժամանակին դուք ձեր հավատքի կորձերը իրագործեք, պետք է հավաքեք ձեր պահեստի յուղը, որպես երբ որ Տերը կա, անոր հետ միասին Աստծո արքայության մտնելու կարողությունը ունենաք դուք։ Եթե ոչ, թուրը պիտի փակվի։ Հոստե արագները հարգավթե պետք է պատմողի նպատակից պետք է ընթերնենք։ Արագի մեջ ամեն մեկ մանրամասնությունը անպայման հոգևոր մի բան չբացատրեր, բայց ընդհանուր կերպով զորունակ հոսե մենք կրնանք արարգել, ինչ կա որ ուշ եկեր են հարսանիքին, որ հարսանիքին ուշ եկողները դուրս կշպրտվին։ Բայց արագը այդ մանրամասնությամբ չի հետաքրքրվում։ Արագը գսե, որ այդ փեսան այդպես կվարվի։ Հետևաբար մենք ալ իրականության մեջ ունենք, չէ, կարելի է որ մեկը թատրոն երթա եւ ուշանա, այո, կարելի է որ ներս առնեն, բայց կարելի է նաեւ չառնեն։ Ասեմ որ աղմուկը լա չես կրնար, ուշացար։ Պիտի սպասես մինչև գեսին հասնի եւ այլն, վարակուրը փակվի։ Նույնը կարելի է կինոյի համար կարելի է։ Նույնիսկ որոշ հավաքույթներ մենք ունենանք, չէ՞։ Ժամ գտրվի, մարդիկ է ժամ հետո գուքա։ Եվ չենք ընդուներ։ Թասախոսնալ ուշ մնացած աշակերտին, այո, գրնա ընդունել, բայց գրնա իրավունք ունի, ասել թե չէ, դու չես գրնար այդ թասին մտնել, ուշացար, դուրս պիտի սպասես։ Ուրեմն հոստելալ այս արագը գսե, որ այս հարսանիքի հետ գադակ չի լիներ։ Որովհետև այս հարսանիքը դիրոջ հարսանիքն է եւ լուրջ չի գարնե Աստված եւ թունալ լուրջ պիտի առնես։ Եթե ոչ մեծ խուսախապություն պիտի ապրես։ Ուրեմն մենք պետք է այս թուրը փակվեցավ խոսքին շատ ուշադրություն դարձնենք։ Աստծո համբերությունը անվերջ չէ։ Ամեն ինչ Աստծո մեջ անվերջ է, բայց համբերությունը անվերջ չէ։ Ինչու՞։ Որովհետև
Համբերությունը համբերություն չի գնալ լինել, եթե վերջ չունենա։ Այսինքն, ինչպես ասենք, համբերությունը արդեն իր սահմանումին մեջ մի երկարատև սպասումն է։ Բայց անիկա անպայման մի ժամանակամիջոց լալու է, որ անոր մենք կոչենք համբերություն։ Եթե անիկա վերջ չունենար, անիկա համբերություն չլար։ Բարձրապես անիմաստ սպասում կլա։ Իսկ Աստված գսե, որ ես երկայնամիտեմ, շատ կհամբերեմ, բայց ես ալ ծրագիրներ ունեմ, ես ալ ժամկետներ ունեմ, եզերքը ստեղծեցի թվափանության վրա։ Քեզ ալ դրված է որոշ օրեր, դու ալ նստե հաշիվդ ըրե։ Եթե ինձ լուրջի գարնես, այնտեն լուրջի արած մարդու պես վարվը եւ քու բարի կորձերը ցույց տուր ինձ։ Հավատքիդ փոցը պետք է միշտ վարածլա։ Սրբազան ինչ է խորհրդանշում պահեստի ձեթը, ինչպես անենք, որ այն մեր կյանքում չպակասի։ Այդ պահեստի ձեթը ամեն ինչ է իրականության մեջ մեր հավատքը վար բահել համար։ Որոշ մեկնիչներ գսեն, որ այդ Սուրբ Հոգին է նաև, չէ, նաև ձեթը Սուրբ Հոգի նշաններն մեկն է, միրոնն է անիկա, չէ։ Ուրեմն իրապես մենք պետք է այդ Սուրբ Հոգին ունենանք մեր մեջը շարունակ։ Բայց որպես Սուրբ Հոգին շարունակ ունենանք մեր մեջը, մեր ամանը պետք է մաքրելը։ Բողոսարակյալը գսեց ծեր մարմինները Աստծո տաճարն են։ Սուրբ Հոգին կփնակի ծեր տաճարին մեջ մարմինը։ Հետևաբար պետք է մեր մարմնի մաքրության պետք է աշխատենք։ Պետք է մի քիչ զոմապահությամբ, պահեցողությամբ սպառվենք հոգևոր քրագանությամբ, հատկապես Աստվածաշունչ ընթերնելով։ Եվ մենք իստված ենք այս կյանքին գողում փռնելու։ Տեր Հիսուս Քրիստոսի Աստուծո քրիստոնեության գողումը փռնելու եւ անիկա հստակ կերպով խոստովանելու։ Պետք է անոր համար աշխատենք։ Քրիստոնեական լույսին տարածման համար պետք է աշխատենք։ Այսինքն Տեր Հիսուսը ասավ, որ դուք ցեզի երկինքում կոնցերտիզեցեք։ Այս արագը ասոր մասին է։ Այսինքն երկինքում կոնցերտիզելու պետք է աշխատենք։ Եվ երկինքի կոնցերտիզելն իրականության մեջ մեր հոգի մեջ աշխատելն է, որովհետև երկինքի կանցը մեր հոգին է։ Հոնդը պետք է մենք իրապես հավաքենք այդ պահեստի յուղը։ Սրբազան հիմար կամ իմաստուն լինելը մեր ձեռքին է, թե մենք ծնվում ենք այդպիսին։ Հիսուս հոստել աբուշ չսեր, հիմար գսեն։ Աբուշի եւ հիմարի միջև տարբերությունը ինչ է։ Աբուշը հավանաբար իր միտքի մի բագասութենեն այդպես է վարվում, այսինքն կարող չէ իր միտքը։ Իսկ հիմարը մտային կարողություն ունի, իմաստությունն ալ ունի, բայց իր քիծածներուն համաձայն չի վարվեր։ Հիմարությունը հոստեղ քու ունեցած իմաստությունը չօգտագործելու մեջ է։ Իսկ իբնե մենք եթե միտքի դգարություն ունենք, այդ տարբեր բան է։ Անոր համար օրենքը, որում որ շատ դրված է, անգե շատ պիտի պահանջվի, որում որ քիչ դրված է, անգե քիչ պիտի պահանջվի։ Այնպես որ Աստուծո համար մարդոց մտավոր կարողություններն ավելի կարևոր է այդ մարդուն նկարակիրը, իրենց ունեցած բաներուն որքան հավատարմորեն դեր կդառնա։ Աստծո համար այդ ավելի կարևոր է։ Քիչին մեջ հավատարիմ լալն է։ Իսկ այս հիմարները իրենց դրված շադին մեջ հավատարիմ չէին։ Ինչ էր այդ շադը, իրենց իմաստություն դրված էր, թե ինչպես պետք է թիմավորեին իրենց տերը, բայց իրենք ծլություններին, անդարբերություններին, թեթևի արին, ասոնք մահացու արդյունքներ կծնեն։ Սրբազան ինչպես իմանանք մենք հիմար թե իմաստուն կույսեր ենք, արդյոք ճիշտ ենք օգտագործում մեզ տրված իմաստությունը։ Ես կգործեմ, որ այսօր համար իմանալու համար պետք է նախ ծունկ ընտրենք, հետո մեր ցերքերը փանանք եւ սկսենք Աստծո հետ խոսելու, մեր խիճը քննենք եւ այն ադան մենք կհասկանանք, որ
ավելի մենք կնմանենք հիմար գույսերուն։ Եվ պետք է այդպես զգանք։ Եթե այդ մարդը որ կգործե որ ինքսինք իմաստուն գույսը շատ ուշադիր պետք է լա։ Նայեցեք մեր սուրբերը նույնիսկ կծունգընտրեին, գաղութեին եւ իրենք հիմար գույսի դերը գտնեին իրեն։ Նայ կարտացեք նարեկացու։ Մենք իրապես պետք է անդրադառնանք, որ հիմարություններ ունենք մենք։ Հիմարություններ, որ գարքիր է մեզի Աստծո կատարել ապես նվիրվելու։ Գուրություններ ունենք մենք։ Մենք մեզի կգուրացնենք, մենք մեր գլուխը կդարձնենք ճշմարտություններուն։ Մենք մեզի պետք է հարց տանք, թե այսօր ես որքան պատրաստ եմ դերս թիմավորելու։ Եթե այս քիշեր երկրաշարժ լինի եւ ես մահանամ, Աստված բայ պատրաստ եմ իրապես Տիրոջ ներկայանալու։ Եվ մեր պատասխանը միշտ ոչ պետք է լա։ Դա քրական է, որովհետև այդ վստահությունը այո, այդ շատ վտանգավոր է։ Նույնիսկ մենք պատրաստ ենք, անիկա մենք պիտի չսենք, անիկա դերը պիտի լսե, եթե քան եւ մեզի առնե եւ տանի։ Այնպես որ իմաստուն հավատացյալ կամ հիմար հավատացյալ ըլլալու չափանիշը մենք միշտ կգտնենք աղոթքին մեջ, Աստծո առջև կատարյալ աղոթքին մեջ, որ իր մեջը խոր ապաշխարության եզրեր ունի աղոթքը, որ անգեղծ կերպով մենք մեր կյանքը Տիրոջ առջև կդիտենք եւ այն ատեն իրապես մեծ արտնացում տեղի կունենա եւ մեկ կհասկանանք, որ մենք պահեստի յուղ չունենք, եւ պետք է ապահովենք անիկա անմիջապես եւ այդ կսկսի այդ պահեստի յուղը ապահովել նախ Աստծուց մխնդրել, որ իր հոգին տա մեզ։ Հետո այդ հոգին մեզ սորվեցնե, թե ինչեր պետք է անենք, ինչպես պետք է աղոթել, ինչպես բարեգործեր ունել, ինչպես իմաստանալ, ինչպես Քրիստոսի գործին համար աշխատել, որ մեր մեջ այդ պահեստը ավելանա։ Մենք որքան պահեստ ունենք, չենք գիտեր։ Անուրամար շարունակ պետք է ավելացնենք անիկա։ Ծուլանալու իրավունք չունենք մենք։ Քնանալ կարելի է, բայց որովհետև մարդուն մարմինը դգար է, հոգին հոժար է, բայց մարմինը դգար է հոգևոր սպասարկության մեջ։ Աստված գիտե այդ, բայց մենք պետք է գիտնենք։ Եթե մենք գիտենք այդ դգարությունը, այնատեն միշտ պահեստ կունենանք։ Պահեստ ունենալը ինչ է մարդկային կյանքի մեջ։ Մենք ամենքս կաշխարի մի ամսական կարնենք, թոշակ կարնենք։ Չենք ուտեր ամենը, չէ՞։ Գիտենք, որ աղքատություն կա, հիվանդություն կա, եթե կարելի է մի մասը այդ օրերու համար պահեստ գտնենք։ Շուկա գերտանք ոչ միայն այդ օրվա համար, մի քիչ այդ շաբթվա համար, այդ ամսվա համար կարնենք։ Ամառը թութու կպատրաստենք։ Ուրեմն ինչու համար է, որովհետև գիտենք, որ օրեր պիտի կան, որ պիտի չգտնենք այս փանջարեղենները։ Նույնը հոգևոր կյանքի մեջ պիտի ունենք մենք։ Իմանալով, որ մենք դգար ենք, աբակային գրնանք մենք անագնգալներով հանդիպել, մեր հավատքը գրնա փորձվել, գրնանք նույնիսկ մորանալ մեր հավատքը, Աստված Քրիստոս, այնադեմ բահեստի բաներ պետք է ունենանք մենք։ Շնորհակալություն սրբազան մեկնությունների համար։ Հարգելի հեռուստադիտող, հետևեք մեր թողարկումներին ամեն երեքշաբթի։ Բացահայտեք ավետարանական ճշմարտությունները Սահակ Սրբազանի օգնությամբ։ Մինչ հաջորդ հանդիպում։